Շնորհակալ եմ, այո, նիստի ընթացքում իմ առաջարկով հետաձգվեց լրամշակման նպատակով, այդ ընթացքում գումարվեցին լսումներ և լրամշակումը իրականում շատ ավելի այսպես սեղմ լրամշակում է, որովհետև ըստ էության նաև լսումների ընթացքում մասնակից և ելույթներով հանդես եկողները ամբողջությամբ կիսում էին հայտարարության տեքստի բովանդակությունը, հետևաբար հայտարարության մեջ լրացում է կատարվել անմեղության կանխավարկածի մատնանշման առումով և նշվում է, որ սահմանելով թե ԵԽԽՎ 1900 բանաձևով ինչ չափանիշներ են խախտվել, միևնույն ժամանակ նշվում է, որ ելնելով վերոգրյալից աներկբա արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարման պայմաններում զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար, որոնց առնչությամբ առկա են խտրական և տարբերակված մոտեցում, այստեղ անմեղության կանխավարկածին է հղում արվում, այնուհետև եզրափակիչ մասում նշվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից արձանագրվող և փաստվող հանգամանքները, այստեղ ավելացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանին դիմելու առանձին դրույթ, որտեղ նշվում է, որ պահանջում է մարդու իրավունքների պաշտպանից հստակ գնահատականներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների առնչությամբ, ինչպես նաև ակնկալում է կոնկրետ քայլեր քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս լրամշակումը վերաբերում էր ընդհանուր առմամբ սրան, պետք է նշեմ, որ այս ժամանակահատվածում իհարկե առանձնապես իրավիճակը չի բարելավվել, թեև որոշ գործերով խափանման միջոց կալանքը փոխարինվել է, բայց փոխարինվել է տնային կալանքով, ինչը նույնքան ազատության սահմանափակում է ենթադրում և հետևաբար այս մարդիկ շարունակում են մնալ քաղբանտարկյալների կարգավիճակում։ Հատուկ ուզում եմ նաև նշել, որ վերջին գործընթացը, որ տեղի է ունենում հոգևորականների նկատմամբ, 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և այստեղ նրանց նկատմամբ նաև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն է կիրառվել, պարզապես սրա մասին ուզում եմ խոսեմ նաև այն տեսակետից, որ իրավունքի և իրավագիտության բոլոր նորմերի խախտումներ է տեղի ունենում և որևէ ոչ միայն իրավական, այլ նաև բանական ձևակերպման մեջ չի տեղավորվում այն գործընթացը, որ տեղի է ունենում։ Ստացվում է, որ կաթողիկոսի որոշմամբ կարգալույծ արված անձը դիմում է դատարան և դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց չխոչընդոտել նրան իրականացնել իր պարտականությունը, եթե համեմատական անցկացնենք շատ այսպես ավելի հասկանալի բացատրելու համար, պատկերացրեք վարչապետը SMS-ով նախարարին աշխատանքից ազատում է, պաշտոնից ազատում է, նախարարը դիմում է դատարան և դատարանը որոշում է կայացնում հայցի ապահովման միջոց կիրառել և չխոչընդոտել, որպեսզի նա իրականացնի իր պարտականությունները։ Օրինակ, չգիտեմ, պարոն Վարդանյան, դուք որպես իրավաբան ձեզ վիրավորված չեք զգում այս ամբողջ գործընթացից, որովհետև չի կարելի այսքան իրավունքը ոտնահարել, չի կարելի այսքան աղավաղել իրավունքը, այն պարագայում, երբ օրինակ արբիտրաժի կողմից Հայաստանի դեմ կայացված միջանկյալ որոշումը Հայաստանը չի կատարում և ասում է, որ հիմնավորում է, թե հատկապես ինչու չի կատարում։ Շարունակելով պարզապես պետք է նշեմ, որ սա պարզապես խայտառակություն է, այսքան քաղբանտարկյալների պարագայում խոսել ժողովրդավարության մասին, խայտառակություն է, որովհետև մարդուն իր արտահայտության համար կարող են կալանավորել, ընդ որում կալանավորել ամենաանընդունելի տարբերակով, դիմակավորված մարդիկ անչափահաս երեխաներ ունեցող անձի տուն են ներխուժում են պարագայում, եթե մարդը ընդամենը հաղորդման ընթացքում արել է այնպիսի արտահայտություն, որը ըստ իրավապահների քրեաիրավական գնահատականի է արժանի, սակայն իրավունքի տեսակետից այնքան էլ չի տեղավորվում այդ հանցակազմի մեջ։ Հիմա այդ արտահայտության համար դիմակավորված մարդիկ առավոտյան ներխուժում են տուն անչափահաս երեխաների նկատմամբ մարդուն ձերբակալելու, այն դեպքում, երբ շատ ավելի ծանր հանցագործությունների պարագայում այդ նույն դիմակավորված անձանց չենք տեսնի
որ գնում են մարդուն ձերբակալելու։ Հետևաբար շարունակելով խոսքս պետք է նշեմ, որ այս մարդկանց իրավունքները շարունակում են խախտված մնալ։ Հայաստանում կան քաղբանտարկելներ եւ նրանք համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշներին եւ սա իրականում լուրջ խնդիր է մեր պետության համար, որովհետեւ շատ հեշտ է գնալ ավտորիտարիզմի ճանապարհով, այսպես թեկուզ կեղծ լիբերալիզմի շղարշի ներքո, բայց հետագայում վերականգնել այդ հասցված վնասը, որ հասցվում է եւ իրավապահ համակարգին, եւ հասցվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, շատ դժվար է լինելու վերականգնել։ Ես մտահոգված եմ, նաեւ մտահոգված եմ ձեզ համար, որովհետեւ այս նախադեպերը, որ դուք ստեղծում եք, վաղը այս նախադեպերը աշխատելու են ձեր դեմ։ Բոլոր պետություններում այդպես է, պատմությունները կրկնվում են, եւ ավտորիտար ռեժիմներ ստեղծող իշխանությունները հենց իրենք դառնում են այդ ավտորիտարիզմի զոհը։ Այսքանով կսահմանափակեմ նախագծի ներկայացումը, ակնկալում եմ արդյոք, որ կողմ կքվեարկեք նախագծին, միամտություն կլինի կարծել, թե դուք պատրաստ եք գնալ ձեր իսկ կողմից կատարված խախտումները շտկելու ճանապարհով։ Այնուամենայնիվ, սիրելի հայրենակիցներ, մենք Հայաստանում ունենք 100-ից ավել քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնք քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունեն, ունենք գրեթե 40 անձ, ովքեր քրեակատարողական հիմնարկներում են եւ քաղբանտարկյալի կարգավիճակում են, ունենք գրեթե նույնքանը, ում հանդեպ կիրառված է խափանման այլ միջոցներ, սակայն վերջիններս շարունակում են հանդիսանալ քաղաքական հալածյալներ։ Վերջ հարցեր չեն կարող լինել, որովհետև